Սիրելի հայրենակիցներ, բարև ձեզ։ Իջևանում ենք մենք այսօր, հանդիպումներ կունենանք այսօր Իջևանում եւ համերգ կունենանք Դիլիջանում։ 3 նոյեմբերյան էին գնացել եւ Բերդ Շամշադին էինք, ինչպես նաեւ այցելեցինք մի շարք համայնքներ, Զորական գյուղ այցելեցինք, Չարդախլուի նախկին բնակիչները բոլորը տեղափոխվել էին մեծ մասը այնտեղ, շատ տպավորիչ հանդիպում էր, շատ պարտավորեցնող հանդիպում էր, Բագրատաշեն գնացինք, որտեղ խոսեցինք տարածաշրջանի զարգացման մասին ու այն մասին, թե ինչ ենք մենք առաջարկում, այսինքն ջերմոցային տնտեսությունների համար էժան գազ, քանի որ սահմանին է, էժան գազի միջոցով, որ կարողանան զարգացնել։ Շատ նաև տպավորիչ էր այցելությունը Շամշադին, Բերդ, մարդկանց վերաբերմունքը, չնայած սուղ պայմաններին, որ չկա աշխատատեղ, մարդիկ ազգային գաղափարներով լցված են եւ վստահ են, որ մեր ազգը կարող է ունենալ մեծ փոփոխություններ եւ մեծ առաջադիմություն։ Ընդհանրապես նոյեմբերյանում էլ, Բերդում էլ այսպիսի հարց կար, գրեթե ամեն ինչ նոյեմբերյանում մասնավորապես աճում է, բայց գյուղացիները մթերման հետ կապված մթերման տեղ չունեն։ Հանում են ճամփեզրին են դնում, վաճառում են իրենց բերքը։ Պատկերացնում եք, հազարավոր բնակչությամբ գյուղ ապրում է միայն նրանով, որ ճամփեզրին վաճառում է մթերքը, չկան մթերման կանոններ, զարմանալի է, որ մինչև այսօր, մինչև մեր այս ծրագիրը ոչ մեկ Հայաստանում դրանով չի զբաղվել եւ այդ պատճառով մեր գյուղերը ունեն այն վիճակի, որ ունեն։ Մենք անելու ենք մթերման կայանների ծրագիրը բոլոր գյուղերում, որ հնարավոր լինի նոյեմբերյանի աճեցրած գրեթե ամեն ինչը, զեյթուն է աճում, դեղց է աճում, թուզ, արքայախնձոր, մթերվի եւ արտահանվի Հայաստանից, ինչպես նաեւ Բերդում խաղող է աճում, այլ կուլտուրաներ նույնպես աճում են, որ հնարավորություն ունենանք այս գյուղերը ակտիվացնենք։ Շնորհակալ եմ բոլորիս լավ ընդունելության համար։ Մեր համար պարտավորեցնող է այն վերաբերմունքը, որ դուք մեզ ցույց եք տալիս։